Գիտեք, ես որ արտասահմանյան էքսպերտների հետ խոսում եմ, օրինակ Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, իդեպ հետաքրքիր հարցազրույց եմ ունեցել վերջերս։ Ես իրենց հասկանում եմ, անգամ եթե իմ հետ համաձայն չեն, մենք շատ լավ կարող ենք խոսել, փոխանակել ինչ-որ փաստարկներ, իրար հասկանում ենք։ Բայց ես որ այսպիսի բաներ եմ լսում, ես ուզում եմ գժվել, խելագարվել, հասկանում եք, դու որ սկսում ես այսպիսի հարցերի մասին խոսել հայկական այս փորձագիտական համայնքում, դու սկսում ես խելագարվել։ Բոլորը լսել են, չէ՞, նա ոնց է ասել, սա Հայաստանի մասն է։ Բոլորը տեսել են իր որդին ոնց է այնտեղ ծառայել։ Բոլորը տեսել են 2 տարի ոնց է գաղտնի ձևով բանակցություններ վարել։ Բոլորը տեսել են, որ նա ասում էր գնացեք պաշտպանեք, կասկահավաքեք ձեր տանը, ընտրեք ձեր ղեկավարներին, կամավորներ, գնացեք ճակատեք։ Ես երազումս եմ տեսել, թե դա եղել է իսկապես։ Ասում էր սա մեր նոր Սարդարապատն է, ասում էր Թուրքիան եկել է, որ ցեղասպանությունը վերջ։ Ես գիտեք, սենց որ շարունակվի, արդեն ես եմ գնալու գժանոց։ Ես չեմ կարող անընդհատ այս խելագարությունները մեկնաբանել։